կրեդիտներ, ճանապարհածախսի փոխհատուցում ու այդպիսով մանկապարտեզում աշխատելու ընդլայնված հնարավորություն։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկել նախադպրոցական կրթության մասին օրենքում, ոլորտում մանկավարժական կադրերի բացը լրացնելու համար։ Մեր բազմաթիվ բնակավայրերում մանկապարտեզների դաստիարակների հաստիքները թափուր են մնում եւ բազմաթիվ մրցույթներ հնարավորություն չի տալիս համադրել կադրելով, թեև նախադպրոցական կրթության մասին օրենքը թույլ է տալիս նաեւ միջին մասնագիտական կրթությամբ աշխատակիցներ ընդունել աշխատանքի։ Փոփոխություններից մեկով նախատեսվում է նախադպրոցական ոլորտում ևս ներդնել կրեդիտային համակարգ։ Դպրոցներում նմանօրինակ ծրագիր արդեն կիրառվում է։ Մանկապարտեզների դեպքում առաջարկվում է միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող կադրերին տալ հնարավորություն վերապատրաստման դասընթաց անցնել, ստանալ նախադպրոցական մանկավարժության վերաբերյալ 20 կրեդիտ եւ իրավունք ունենալ աշխատելու նախադպրոցական հաստատությունում։ Վերապատրաստման դասընթացը անցնելուց հետո հնարավորություն կունենան իրենք հավասարապես մասնակցել մանկապարտեզի դաստիարակի մրցույթին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակի վաղ մանկական զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը մանկապարտեզներում առաջարկվող այս փոփոխության առիթով նկատում է, իրենք էլ բախվում են կադրերի պակասի խնդրին, երբ հատկապես վերջին 5-6 տարիներին Հայաստանում աջակցում են նախադպրոցական կրթության ծառայությունների ընդլայնմանը։ Որպեսզի նախադպրոցական ծառայությունը հասանելի լինի բոլոր երեխաների համար, այլ ոչ թե քաղաքներում կամ մեծ գյուղական բնակավայրերում պետք է ծառայությունը լինի։ Սակայն ծառայությունը լինելու համար մեզ պետք են մանկավարժական աշխատողներ։ Եթե սպասենք մինչև իրենք նոր կընդունվեն, կավարտեն, որ մարզերում ունենանք այդ մանկավարժներին, ապա երեխաները այդ տարիքը բաց կթողնեն։ Դրա համար կարծում եմ, որ այդ փոփոխությունը շատ կարևոր է։ Շեշտում է, բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ որակյալ նախադպրոցական կրթությունը մեծ ազդեցություն է ունենում երեխայի հետագա կյանքի վրա։ Ակադեմիական ավելի բարձր առաջադիմություն են ունենում, սոցիալական շփումները նրանց համար ավելի հեշտ են լինում, դրսևորում են ավելի պատասխանատու վարքագիծ, ուսմանն ավելի պատրաստ են լինում, երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքն է ավելի շուտ հայտնաբերվում, ինչը թույլ է տալիս ժամանակին միջամտել ու կանխել հետագա բարդությունները։ Հետևաբար նախադպրոցական կրթության հասանելիությունն ըստ Սիմոնյանի չափազանց կարևոր է։ Օրենսդրական մեկ այլ փոփոխությամբ էլ առաջարկվում է տրանսպորտային ծախսերի փոխհատուցում տրամադրել այն մասնագետներին, որոնք կորոշեն աշխատել հարևան բնակավայրերի նախադպրոցական հաստատություններում։ Այսօրինակ ծրագրեր նույնպես վերջին տարիներին ներդրվել են դպրոցներում ու մասնագիտական ուսումնական հաստատություններում, եւ նախարարությունը դրանք արդյունավետ է համարում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ասում է, իրենք ԿԳՄՍ ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների հետ միասին փոքր գյուղական դժվարահասանելի 37 բնակավայրերում հիմնել են այլընտրանքային նախադպրոցական ծառայություն։ Որոշ գյուղերը, որոնք հնարավոր է հասնել եւ որտեղ չկան մասնագետներ, իհարկե տրանսպորտի փոխհատուցումը դա լավ լուծում է, որ մասնագետները կարողանան հասնեն եւ այդ ծառայությունը մատուցեն երեխաներին։ Որոշ տեղերում միգուցե տրանսպորտային ծախսերը թույլ չտան լուծել այդ խնդիրը, որովհետեւ օրինակ ունեն գյուղական բնակավայրեր, հեռավոր, Ամասիայի մասին խոսեմ, Համասիայի օրինակ գյուղերում, որտեղ ձմռան ամիսներին շատ դժվար է հասնել։ Օրենսդրական փոփոխությունների նախագիծն ազգային ժողովն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է։ Ամբողջությամբ ընդունելուց հետո դեռ կարիք կլինի ենթաօրենսդրական ակտերի, որոնցով կսահմանվեն մանրամասները։ Ենթադրվում է, որ նոր հնարավորությունները կարող են գործել ամենաշուտը նոր ուսումնական տարում։ Աննա Զախարյան, Էդմոնդ Հակոբյան, Աշոտ Խաչատրյան, Լուրեր։